Բարին ձեզ, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, այսօր հունիսի 6-ն է, 2026 թվականի և ձեզ մնացել է հունիսի 5-ն է և մնացել է 2 օր, ինչպես կգնաք ընտրություններին կամ դա իրոք ընտրություն է թե ոչ, ամեն ինչի մասին խոսվել է, որ դա ընտրություն չէ, դա կամ տեղափոխություն է կամ Նիկոլի վերընտրություն, ոչ Հայաստանի այսօրվա կամ նախկին ղեկավարները, ոչ էլ որևէ մեկը չի ցանկանա, որպեսզի իրական հայեր լինեն այս ընտրություններում և նրանք հաղթեն, սա պետք է ամեն մի հայ հասկանա, իմիջիալոց այս ցիրկը իբր 4 ժամ այս տականքի ջհուդ Պետրոսի մոտ նորից հանդիպեցին Նիկոլ և այլն 16-17 կուսակցություններ կամ շարժումներ, ինչպես ուզում եք համարեք, երևի 79 թվականից են կողմ, երբ որ Կիևի ցիրկն էի դիտում, նման ցիրկ երբեք չեմ դիտել։ Այս ցիրկը ժողովուրդը ազգը, հայ ազգը, մեծամասամբ հայաստանցիները կարող է լավ չհասկանան։ Այս ցիրկը կազմակերպված էր հիմնականում Քորշան Սուրաբյանը, այստեղ մի քանի հոգի, նաև այդ Արման Բաբաջանյան, Մարուքյան և այլն, որպեսզի բարձրացնեն Նիկոլին։ Իսկ այստեղ իբր Սամվել Կարապետյանի հետ ազնվորությունը Նիկոլին տեղն է դնում կամ Նիկոլն է բոլորին տեղը դնում, դրանք բոլորը գեղձիկներ են։ Եվ եթե այդտեղ կար նորմալ ինչ-որ ազնվորություն, ապա ինչու չէր նշում այս մասին, թե պետք եմ դիտել, միգուցե հետագայում նաև նշում են, որ Նիկոլ, այ աննասուն, ոնց է սա իրական Հայաստանը, սա Քորշան Լևոնի Հայաստանն է, իրեն պետք էր մի տարածություն, որպեսզի լիներ կիսաֆյոդալական իրավիճակ ըստ իր տերերի, և ինքը հավերժ պետք է նստեր, որից հետո կնստեր իր տղան, բայց Սերժիկ, Մերժիկ, Նիկոլ, Միկոլ նման տականքները մեկը մյուսին կփոխարինեին։ Այդ ամենը Քորշանը և Մոսկվայում են հավատացրել այդպես, և Մասադն այդպես հավաստիացրել, և նաև Էրդողանը, երբ որ Քորշունը գնում էր Ստամբուլի արևելյան թևի մասոնական հանդիպումների այս տականքի հետ միասին։ Ինձ թվում է այս մասն էլ հասկացեք։ Եվ սա Քորշան Հայաստանն է, Նիկոլը Քոր Լևոնի վերջին հույսն էր, որպեսզի Արցախը արդեն կտրվեր, մնար այս Հայաստանը, Նիկոլը, Վանոն, Քորշունը, Վանոն և այլն միշտ սրան են գնացել, քանի որ տերերից էս էին հրահանգ ստացել, նրանց պետք չէր այդ Արցախը և հենց սկզբից նրանք ցուցադրեցին, որ Արցախը մեզ պետք չի, և Նիկոլն էլ այսօր Արարատ ասելով սրա և աչքերը պետք է հանել և այս երկար լեզուն կտրել, որպեսզի նման արտահայտություն այլևս չանի։ Եվ Նիկոլը այս կպցնելով իր դոշին, նաև խնդրում է տերերին, որ տեսեք, իմ Քորշուն տիրոջը դուք հրահանգել էիք, մենք տվեցինք Արցախը,
ճիշտ է, որոշ գումար վաստակեցինք վաճառելով, բայց տվեցինք Արցախը, դե սա էլ թողեք մեզ, բայց չէ որ Քորշյանը դուք խոսք եք տվել, դուք Նիկոլի խոսացածի տակը չեք հասկանում, պետք չէ կարդալ որևէ գիրք և հասկանալ ինչ է գրված, պետք է հասկանալ այդ գիրքը ում համար է գրված, ինչի համար է գրված և ինչպես է գրված, դա պետք է հասկանալ, և այս երևույթը հատկապես այս ցիրկի ժամանակ դրան էր տանում, որպեսզի արդարացվի այս տականքի ամեն մի քայլը, և այստեղ հարց ու պատասխան չէր, այստեղ այս ցիրկը կատարվեց նրա համար, որպեսզի իբր սրանք էլ ես Սամվել Կարապետյանը մի հզոր ուժ էլ այստեղ սա է, մնացածին այստեղ անտեսում են, նույնիսկ ես Քենիայի գեներալին ձայն էլ չտվեցին, որովհետև գողականի էր անցել, հիմնականում պատասխանում էր Թաթոյան, կարծեմ այդ Հելսինկյան այդ Թաթոյանը, և հիմա անցնենք առաջ ասեմ, այս անձնավորությունը իր տեսակը, եթե սրան թե Նիկոլը, թե իր տերերը հրահանգ տված չլինեին, որ քեզ չեն սատկացնի, ոչինչ չեն անի, նա այստեղ այդքան լոպազ չէր խոսի, հասկանում եք այս ամենը, հաջորդը, մի քիչ գրագետ և լավ խոսած այս տղան, նաև ենտեղ մի անձնավորություն կար, իմիջիալոց Դոգի այս անձնավորությունը կարող էր շատ կտրուկ հարցեր տալ, թեպետ կարող է երկրորդ մասում տվել է, բայց իրեն ձայն էլ չէին տալիս, այսինքն այս մարդը իրենց պետք չի, Դոգը իրենց պետք չի, այստեղ պետք էր այս ցիրկը այլ նպատակով, հիմնականում Նիկոլին փրկում էր այս ջհուդ տականք, ազգությամբ ջհուդ, հոմոսեքսուալիստ այս տականք, որը կնոջ դեր է կատարում միշտ էս հոմոսեքսուալիստ, և սա տարիներ շարունակ ձեր գլուխը հարթուկել է հայաստանցիներիդ, ես այստեղ բոլորին չեմ ներկայացնում, բայց իրականում սա ձեզ պետք չի, որ հասկանաք, թե այստեղ ինչ կատարվեց, այստեղ խառնաշփոթություն կատարվեց, որպեսզի ձեզ ուղղեն, ուղղություն տան, որ տեսեք մեր Նիկոլը ինչքան բարի, ինչքան լավ անձնավորություն է, ինչքան ճիշտ անձնավորություն է, այս ամեն մեկի խոսքը, մի քանիսը, որը պատրաստված էր վաղուց, այս ցիրկը դրա համար կատարեցին, դրա համար տարան, իսկ եթե սա իրական լիներ, ապա հարցերը կլինեին շատ կտրուկ ու խիստ և Նիկոլին կգցեին նորից ներվային վիճակի մեջ, բայց սա այստեղ մենակ Նիկոլի հարցը չէր, սրանք եկել էին, ամեն մեկը պետք է ներկայացներ ինչ-որ ծրագիր, ասեր իրենց մասին, իմիջիալոց լավ խոսեց այստեղ ԱԺԲ-ի երիտասարդը և ճիշտ հարցեր էր տալիս, ես միայն 2 ժամն եմ դիտել, արագացրած տեմպով, մնացածը չեմ դիտել, թողնենք այս ցիրկը մի կողմ, ում փրկենք, սիրելի հատկապես հայ կանայք և մայրեր և այն անձնավորությունները, որ գրում են 111-ը, դուք փրկեք մեր երկիրը, համաձայն եմ, լրիվ համաձայն եմ, և ես ասել եմ, և այդ մարդիկ էլ գետնի տակ աշխատելով արդեն տարիներ շարունակ, մինիմումով բավարարվելով, երբ որ դուք դիվան եք քշում, սիրելի հարազատներ, 111-ին միացել են նաև այլ անձիկ,
Նրանք 450-ից ավել անձնավորություն են և մարդիկ աշխատում են գաղափարի համար, մարդիկ աշխատում են ճշմարտության համար, մարդիկ դիվան չեն քշում և այսօր այս աղջիկ երեխաներ, որոնք պետք է ինչ-որ մի հայի կին դառնան, սրանք իրավունք ունեն հայի կին դառնալ, երբ որ փուչիկ Տաշիր Սամոյի այդ խմբում համախմբված ուրախ գնում են, սրանց ինչին փրկես, երբ որ սրանք իրենց տանում են, որպեսզի թուրքն ու ազերին գան իրենց բռնաբարեն, սրանց ինչը փրկենք մենք, պատասխանեք ինձ, այս երեխային, որը հայ ցանկացած երեխան, մեր աչքի սրբությունն է, նրանց ինչ փրկես, երբ որ մայրը ուրախ երեխաներին բերել է այս ցիրկը դիտելու և բացատրություն չի տվել իր երեխաներին կամ չի էլ հասկացել, որ այ երեխաներ, սա ցիրկ է, այս տականքը ոչ մի լավ բան չի անելու, ինչպես նաև Նիկոլը, ինչպես նաև այդ 4-ը։ Նայեք այստեղ նկարներին, հետո որպեսզի ոչ ինձ, ոչ 111-ին, ոչ այլ ուժեր կան, որոնց մասին ընդհանրապես չեմ խոսել, չեմ էլ խոսի, իրավունք էլ չունեմ խոսելու, ում փնտրես, ում օգնես, ում փրկես այս երեխային, երբ որ երեխայի մայրը ուրախությունից 3 համարն էլ դոշներին կպցրած եկել են այստեղ Սամվել Կարապետյան, որ այս երեխայի հորը պետք է տանեն Ռուսաստան ուկրաինական պատերազմում կռվելու և այնտեղ սպանեն, թե այս տարիքն առածին, ես կին էլ չեմ համարում սրանց ում օգնես այս տղամարդուն, որը ինքը մի քանի ամսից երևի արդեն ռուսական բանակում Ուկրաինայի տարածքում է լինելու և անհետ կորած, որպեսզի ընտանիքին գումարն էլ չտան, քանի որ ռուսական բանակում կռվողները Ուկրաինայի դեմ, ընտանիքը կարծեմ 1 միլիոն ռուսական է ստանում, թե ինչ, որպեսզի չտան, պետք է ասեն անհայտ կորած, միգուցե տանեն այնտեղ բոլորին վառեն, սրանց ում փրկենք մենք։ Երբ որ մեկին փորձում ես փրկել կամ օգնել, տեսնում ես, որ այդ մարդը հասկանում է և օգնության կարիք ունի, իսկ այս մարդիկ օգնության կարիք չունեն, սրանք ոչ երկիրը հասկացան Հայաստանը, այդքան բացատրեցի, ոչ էթնոսը հասկացան, ոչ էլ հասկացան, որ իրենք բոլորը միասին մի տեսակ են, ոչ դա հասկացան, ոչ էլ հասկացան երկրի արժեքը, հողի արժեքը, իսկ ամենակարևորը դաստիարակություն չստացան, մարդիկ չեն փորձում գտնել ճշմարտություն, եթե ինձ պետք է, թե ինչի է խնձորի ծառը այդպես աճում և խնձորը հանդիսանում է լավ միրգ, ես պետք է ամեն կերպ գտնեմ այդ բոլոր հարցերի պատասխանը, թե ինչի է դա այդպես, թե ինչի է մուկը ցորեն գողացող, պետք է ես դրա պատասխանը գտնեմ, մուկը ինչ է իրենից ներկայացնում, ինչու է դա անում, դուք միայն ապրում եք սուպերմարկետ գնալով, այնտեղ գրպանները դատարկեք, գաք ձեր ստամոքսը լցնեք, որից հետո ձեր զուգարանները լավ աշխատեն, իսկ մենք զուգարան լցնողների համար աշխատող մարդիկ չենք, մտածեք, ում ինչ եք ասում և ումից ինչ եք պահանջում, նայեք ես բոլոր դեմքերը, ես մի քանիսն եմ այստեղ ներկայացել, բոլորին չեմ մեծացել, նայեք այստեղ սրանց, ուր են սրանք եկել, այս երեխան ինչ գործ ունի այստեղ, և հանրապետության հրապարակը լիքն էր, լեբլեցուն էր մարդկանցով, բայց ինչի՞ չէր հանրապետության հրապարակը լեբլեցուն,
երբ որ հասկանում են Սամվելը ով է, ես նրան չեմ պաշտպանում, բայց երբ որ Արցախը տալիս էին եւ ազգային ժողովրդական բևեռը միտինգներ էր կազմակերպում, որ իրական Հայաստանը դա Վիլսոնյան Հայաստանն է, ոչ ոք դուրս չեկավ։ 2-3 հազար հոգի մաքսիմում նույն մարդիկ են այնտեղ հավաքում։ Ես այդ ամենը բոլորն էլ դիտել եմ։ Իսկ այստեղ 50-60 հազար մարդ կար։ 60 հազար մարդը, որից մի մասն էլ ոստիկաններ էին քաղաքացիական հագուստով, այսինքն Նիկոլը եւ Սամվելը նույն մարդն են, ինչպես Սերժիկ Նարիմանովը եւ Նիկոլը նույն մարդն էին, այստեղ էլ սրանք նույն մարդն են, Դոդիկն էլ նույն կեղտն է, սրանց նման, սրանք բոլորը նույն բանն են առաջ տանում։ Եվ միակ բանը, որ ես ձեզ առաջարկել եմ եւ իմ կողմից եւ 111-ի եւ այլն կողմերից, որ բոյկոտեք այս ընտրությունները, վառեք, ավիրեք, ջարդեք, փշրեք ամեն ինչ, որովհետեւ նման ընտրություն տեղի չունենա, որից հետո պահանջեք, որ ոչ մեկը Նիկոլից բռնած, ոչ մեկը այդ անցյալում թեկուզ դրանց աճացրած ջութերը պետք է չմասնակցեն եւ Հայաստանում ընտրություն չպետք է լինի, դուրս եկեք նորից հրապարակ այս կազմով, այսքան հոգի դուրս եկեք ու ասեք, որ պետք է լինի այսպես, պետք է լինի օրինակի համար Սասուն Սարիբեկյանը եւ նա պետք է որոշի նաեւ մյուս անդամներին, ովքեր պետք է երկիրը կառավարեն եւ դուրս բերեն այս ճգնաժամից, արեք այդ ամենը։ Ռուսաստանից 100,000 հայեր եկեք, ինչի համար եկեք, ով է այդ գումարները ձեզ տվե, երբ որ այս ամսին նույնիսկ հայերը չէին գալիս, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին էին Հայաստան գնում, հիմի այդ ոնց եղավ, որ բոլորը շտապեցին գալ։ Այսինքն, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, դուք փրկված եք, ես դրա բացատրությունը տվել եմ 1000 անգամ, բրուտը իզուր չի, որ ամբողջ այդ Բոսֆոր դարդանելը տվել է թուրքերին, դա նրա համար է, որ իբր նաև ռուսներն ու թուրքերը իրար հետ առևտուր անեն, Ուկրաինայի հետ 14 թվականից այդ Ռուսաստանի պատերազմները նրա համար էր, որպեսզի գազամուղ նավթամուղը Ուկրաինայով փակվեր, Լեհաստանն էլ այնտեղ չթողներ, Լեհաստանի այդ Կաչինսկուն էլ այդտեղ մի 100 հոգու ինքնաթիռում սպանեցին, դա էլ այդտեղ չանեին, որ Ռուսաստանի միակ ճանապարհը մնար Ադրբեջան-Վրաստան այդ Ջեյրան, Բաքու-Ջեյրան այդ նավթամուղով կաչատաների եղածը, հայերին էլ բացատրեր իբր, որ դրա համար Արցախ է, վաղն էլ ադրբեջանցին ու թուրքը ասեցին պետքա Գյումրին տաս, մնալու եք առանց Գյումրու, այսօր էլ արդեն Զանգեզուրի հարցն է տրված։ Իսկ եթե Ռուսաստանի գուբերնիա դարակ, մոռացեք Հայաստան բառը, մոռացեք այդ ամեն ինչ։ Ինչ Ալիևը եւ Պուտինը հրահանգ ստացան բրուտից Հայաստանը բեռնաթափել հայերից, այդ ամենը կկատարեն։ Նախ ձեր ворցերին կտանեն, քանի որ տղամարդ էլ չեն մեծ մասը, ես բոլորին չեմ վիրավորում, ворցերին կտանեն եւ այնտեղ կգլխատեն, կմնա կանայք ու երեխաները, ինչպես դել զորի անապատներ էին քշում, այդպիսով ադրբեջանցի քշելով ճանապարհին ձեզ բռնաբարելով կտանեն կհասցնեն կամ Ալտայսկի կռայ կամ այլ տեղ։ Եվ այսօր ուրախացել եք նույնիսկ կրծքի երեխայի են բերել, ինչ է այստեղ ցուցահանդես էր, ինչ էր, մի ուրախ բան էր Հայաստանում տեղի ունենում, որ այդքան անասունները թավաքվել էիք։ Պարզ բացատրել եմ բոլոր ֆիլմերում, ամեն ինչը, ինչ ցանկանում եք, մատուցել եմ ամենապարզ բառերով, որպեսզի
նույնիսկ ամենաչկարդացած քիչ բառապաշար ունեցող կամ այլ երկրներում ապրող հայերը, որոնց բառերի քանակը հայերեն քիչ է, բոլորը հասկանան, ամենապարզ բառերով բացատրել եմ այս ամենը, թե ինչ է մեզ հետ կատարվում, ինչ է մեզ սպասում և ինչու են այսպես արել։ Ամեն ինչ ներսից են քանդում, որպեսզի դրսիններին չվիրավորեք, չմտածեք, որ դրսիններն են, ներսից են անում։ 1915 թվականին նույնպես հայերին այսպես բաժանեցին մասերի, միայն Գարեգին Նժդեներ և մի երկու հոգի, նրանց անունները հետագայում կտամ այս ընտրություններից հետո, որոնք գործում էին նույնպես հայ գաղտնի աստվածների հետ, և նրանք տեղյակ էին, հասկանում էին ամեն ինչ։ Նուբար Փաշան էր մյուսը, որ հասկանում էին այդ ամենը։ Իսկ մնացածը դրանք բոլորը Սերժիկ, Ռոբիկ, Նիկոլ, Սամվել Կարապետյան, Դոդիկ էին բոլորը։ Եվ դրա համար էլ այդ ամենը տուրը տրվեց, հիմա էլ այս ամբողջն է տուրը տրվում։ Եվ եթե ձեզ ասվում է, որ ստույգ տվյալներով էս են կատարում, Արցախի մասին խոսվել է դեռ, մենք ասել ենք, ոչ YouTube-ի կանալով, ռուսական կանալներով, ասել ենք դեռ 96-98 թվականներին, երբ որ նոր ռուսները բացում են 2000-2002 թվականներից սկսած Սերժիկի ժամանակ, որ տվել են այս բոլորը։ Նիկոլը դա միայն վերջնական են, որ ասում են ապրանքը պահեստից բերում և տալիս է կլենտին, Նիկոլը մենակ դա էր։ Իսկ մնացածը այդ բոլորը տվել էին։ Իսկ երկիրը չէին ծաղկացնում, նրա համար ֆյոդալական երկիրը նրան ձեռք էր տալիս և հիմա էլ է ձեռք տալիս, որպեսզի հայերը չշատանան, չբազմանան, չկան դրսից, որ Հայաստանում էլ է լավ, մեր երկրում կաշխատենք։ Վռնդում են ձեզ ձեր երկրից, հիմա էլ նույն վռնդոցն է, վերջին անգամ եկել եք ուրախանալու, որ հայրենիքում եք ձեզ վռնդելու են, դրա համար եք եկել։ Մեզ մեկ խնդրի էլ, այլևս որևէ բան, դա անիմաստ է, երբ որ նայում ես նման նկարներին և ինչ է կատարվել, ինչ է մեզ սպասվում։ Խնդրեմ նայեք, այս ամբողը նայեք, ոչինչ ձեզ չի խոստանում, տրվել է, չգիտեմ, $50, թե $100 է բաժանվել ձեզ, ուրախությունից պայթած այդ $100 խաթր եկել եք այստեղ հավաքվել։ Իսկ երբ որ նորից եմ կրկնում, Արա Պապյանը բարձրացնում էր Վիլսոնյան Հայաստանի հարցը, որին դուք շատ սիրում եք, Ասալայի դրոշի վրա Վիլսոնյան Հայաստանն է, դրան դուք չգնացիք, որովհետև Վիլսոնյան Հայաստան ձեզ պետք չէր։ Ձեզ այս 30,000-ն էլ չի պետք, տաուշը տվեցիք, նորից ձեզ պետք չէ, Զանգեզուրն են տալիս, նորից ձեզ պետք չի, ձեզ պետք է միայն Երևանի հրապարակը և $50-100 կամ 10,000 դրամը, նայած որիդ արժեքը որքան է։ Հետո չասեք, որ սա մենք չէինք, սա դրսից բերած էր։ Այսքան անձնավորություն, որոնց մեջ նաև ոստիկաններ, և բացի դա Նիկոլը իր ոստիկաններին, իր ուսուցիչներին, Դոդիկը, Լֆիկը իրենց աշխատողներին ուղարկում են այստեղ և այստեղ նկարահանում չի կատարում, երբ որ ԱԺԲ-ի միտինգների ժամանակ նույնիսկ կողքով անցնող աշխատողի բաջանաղին էին տեսնում, աշխատողին գործիցանում էին, որ բաջանաղդ կամ քենիդ այստեղով անցել է։ Ես դուք այս ամենը չեք տեսնում ու լավ չեք հասկանում, թե ես ինչ է կատարում։ Նույն 2018 թվականը այստեղ է կատարում, որը լավ այդպես էլ չհասկացաք։ Կամ այս դավադրությունը, այս պոռնիկը նորից պետք է երգի,
Ձեզ էս երկ ուրախությունն է պետք, դուք ձեր դժբախտության վրա, ձեր մեռելը դրած դուք տաշեք պարում, այ ժողովուրդ, այ ասկ, ինչ ասեմ ձեզ, ինձ թվում է մեծամասնությունը հայել չեք ազգությամբ, հայել չէր կարող, այսպես ռեխը բացեր, երբ որ իր երկիրը տանում են կործանման, թեկուզ լիներ այս տարիքի, նա անպայման կհասկանար ինչա կատարում, դուք հայել չեք, ես չգիտեմ դա ինչ սորտ եք դուք, որտեղից եք առաջ եկել, իմիջալոց այդ մասին ասացի, ինչպես ասել էի մեր չինացի զույգը, որը նույնպես Հայաստանում էր, նրանք ոչ միայն նորմալ հայերեն խոսակցություն չէին լսել, այլև քանի որ նրանք եկել էին այլ նպատակով, 120 հոգու հասցրել են նրանք ինչ-որ մի ձևով, ձեռքի շփումով, թե փողոցով անցնելով ինչ-որ շփումով մազի և այլն, դա իրենց պրոֆեսիոնալ գործն է, դա իմ գործը չի, որ ես իմանամ, և այդ անձնավորություններից շատ քիչ մարդներ եղել հայ, բացարձակ հայ, ասել եմ նաև այդ մասին, և ինձ թվում է սրանք հայել չէ, սրանք թուրքի, ադրբեջանցու, պարսիկի և չգիտեմ էլ ում ասեմ, դրանց խառնուրդներ են, սրանք հայ չեն կարող կոչվել, ես ոչ մեկը սրանցից հայ չի կարող կոչվել, այժմ հարց է տրվել և այդ հարցին պատասխանեմ, գրում են, որ հայը աստվածներն են ստեղծել, մեկն էլ գրում է աստված է ստեղծել, չգիտեմ Քրիստոսին թե Եհովայինի նկատի ունեն, արևը, երկիրը, լուսինը, սիրելի հայեր, կրկնում եմ, միգուցե վերջին անգամ, որպեսզի հասկանաք, ինչը դուք տեսնում եք, զգում եք և հասկանում եք, այդ ամենը անվանել են տիեզերք, տիեզերքում բացի ոչնչից, առարկա ոչ ոք չի կարողացել ստանալ և չի կարող ստանալ, այն ինչը առարկայական է, թեկուզ էներգիան, այդ բոլորը, ինչ կա տիեզերքի մեջ, բոլորը ստացվել է ոչնչից, այդ մասին ասել եմ կխոսեմ, հայ աստվածները, նրանք ոչ երկրագունդն են ստեղծել, ոչ լուսինը, ոչ էլ արևը, հայ աստվածները եղել են մեզ նման հայա մոլորակի բնակիչներ, որը Մարսի և Յուպիտերի արանքում է եղել, հիմա այդ շղթան է այդտեղ, իրար հարվածելով օրինակի համար, ինչպես երկիրն ու լուսինը, նրանց կտորները քարային կույտ, Մարսի և Յուպիտերի արանքում այդ քարային կույտը պտտվում է, բայց քանի որ նրանք արդեն գիտեին, որ պետք է լինի արեգակնային համակարգության խուճապը Արմագեդոնը, նրանք այդ ժամանակ իրենց մոլորակը թողել են, փորձել են նաև նուբարին հեռացնել, չեն կարողացել, նրանք հարվածել են և ոչնչացել, արեգակը կազմում է արեգակնային համակարգության 99% ավելին, այդ 1%-ից էլ ցածրը Յուպիտերը, որը շատ անգամ մեծ է երկրագնդից և բոլոր մոլորակները, ինչ կա արեգակնային համակարգությունում, այդ 1%-ից պակաս տոկոսի մեջ մտնում են բոլորը, եթե արեգակը դիտարկենք այսքան, լուսինը այժմ չեմ ցուցադրում, ապա երկրագունդը սրանից էլ փոքր պետք է լինի, էլ չի փոքրանում, որպեսզի ցուցադրեմ, այժմ հաջորդը, ինչ է կատարել հայա աստվածը, հայա աստվածները, այդ մարդիկ, որոնք եկել են երկիր մոլորակ,
Նրանք լուսնին բերել են երկրի դաշտ, դրա համար լուսինը պտտվում է երկրագնդի շուրջը։ Միևնույն ժամանակ երկիր արեգակ հեռավորությունը ստեղծել են այնպիսին, որ լինի օպտիմալ, ամենից օպտիմալ դրա համար։ Եվ արեգակնային համակարգությունը խուճապի մեջ է եղել այդ Արմագեդոնի, որը տեղի ունենում 26-30 միլիոն տարին մեկ։ Այդ ժամանակ լուսնին հեռավորությունը դարձրել են այնպիսի, որպեսզի հարձակումներից երկիրը ունենա եւ մթնոլորտ, եւ բերի հողեր, որից հետո այդ ամենը ավտոմատ լուսին երկիր զույգն է կատարել։ Սա մեր ծիլ կաթին գալակտիկան է։ Այսպիսի գալակտիկաներ տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ։ Մեր արեգակնային սիստեմը այստեղ այսպիսի մի փոքրիկ կետ է։ Մենք գտնվում ենք 2/3 չափով մոտորապես գալակտիկայի կենտրոնից հեռու եւ հյուսիսային կիսագնդում են գտնվում։ Այսքանը մյուս անգամ, երբ որ խոսում եք աստվածներ եւ այլն, սա եւ այստեղ ինչ ասում եմ, ես կարող եմ սա ապացուցել։ Ժամանակը մոտենում է, շուտով կլսեք դա, բայց բացի ոչինչը, որը չեմ ասում, դա իրենից ինչ է ներկայացնում, հնարավոր չէ որևէ մատերիա կամ էներգիա ստանալ տիեզերքում կամ երկիր մոլորակում կամ արեգակնային համակարգությունում, որտեղ ցանկանում եք վերցրեք։ Դրա համար նույնիսկ ոչինչը նա չի կարող ստեղծել լուսին, նա ստեղծել է այլ բան, որից հետո ժամանակի եւ տարածության մեջ եւ իր շնորհիվ ստեղծվել է օրինակի համար լուսին, երկրագունդ, արև եւ այլն։ Ես այս ամենը ինչ ասում եմ, երբ որ դուք էլ հույսները դրել եք եւ մեխանիկորեն կրկնում եք Եհովա, Հիսուս եւ այլն, այդ հիմարությունները ինձ համար չեն, եթե ձեզ համար են, ձեր գլուխը աղբով լցրեք, բայց մյուսներին մեկ համոզի, հատկապես ինձ գրում եք, որ այ կտեսնես Աստված քեզ կպատժի։ Այդ Աստված, ձեր ասած Հիսուսի եւ Մուհամեդի պատմությունը ստեղծել է ձեր սիրելի բրուտը, եւ Հիսուսը հայերի համար արդեն 301 թվականից մինչև օրս պարտվելով գնում է մինչև այսօր հասել է այս 29000 Նիկոլի 700-ին, դրանից հետո էլի ձեզ կփրկի եւ կմնաք առանց Հայաստանի։ Եվ վերջում ասեմ իմ կողմից, այստեղ դուք հասկացաք, որ դուք ոչ ոք եք, բացի ոչ ոք լինելը, նաև ոչխարի նման Հայաստանի մայրաքաղաքում այսքան ոչխար հավաքվել է, ինչպես հավաքվել էր Սերժիկ Նիկոլ այդ ցիրկի ժամանակ, այժմ նույնպես հավաքվել եք այստեղ։ Եվ այս տականքների, այս ցիրկը շարունակվելու է։ Մենակ այստեղ կրկնեմ, այս անձնավորության կողմից լույսի բանակ վիրավորանքներ մի քանի ինձ կրվեց եւ միակ փրկություն լույսի բանակ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես միամիտ մարդ եմ, կամ ինչ-որ մեկին կարող եմ զիջել, դա սխալում եք։ Այս անձնավորությունը հանդիսանում է ԱԱՑ-ի պետը։ Լույսի բանակը ձեր ասած ելույթ է ունենում, բաց միացեք մեզ, զորք կազմենք, կատարենք հեղափոխություն, փրկենք մեր երկիրը։ Նիկոլն էլ
Սա էլ երկուսն էլ էշի ականջում քնած էին եւ ասում էին. «Դավայ տղերք, եկեք միացեք այստեղ, զորք կազմեք, եկեք մեր հերն անիծեք»։ Մի քիչ այս ամենապրիմիտիվ հարցը լավ հասկացեք։ Երբ որ Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ում Ամերիկայի դեսպանատանը եւ այլ տեղեր գտնվում են այնպիսի նորաստեղծ սարքեր, որ ոչ միայն ձեր հեռախոսներն են լսում, այլև ձեր հեռախոսներով տեսնում են ով որտեղ է, նույնիսկ արհեստական բանականությանը միացնելով տեսնում են, թե որ պահին դուք ուր եք գնում, ինչ եք մտածում, ինչ եք անելու, այդ ամենը ամենաբարձր մակարդակով տեղադրված է Ամերիկայի կողմից Հայաստանում և Չինաստանում։ Ամենաբարձր նորագույն տեսակը նույնիսկ տեղադրված չէ Լոնդոնում, տեղադրված է Հայաստանում և Չինաստանում, և 1000 լույսի բանակ էլ լինի, թեկուզ փռշտա, սրանք այս ամենը գիտեն։ Էնպես որ երրորդ անգամ չգրեք արդեն նորից լույսի բանակ և այլն։ Ասել եմ, եթե ցանկանում եք ոչնչացնել չարիքը մեր երկրում, 1 հոգով, 2 հոգով կատարեք, իսկ այժմ այս ընտրությունները կամ կքարկոծեք, կամ կվերանանք, այս 4 տականքներին, այս ընտրությունները վերացնում եք, նաև այս 2 տականքներին, որոնց բերել են այս ամենը կատարելու այս բոլորը խաղը։ Սրանից հետո ելույթ կունենամ այդ ընտրություններից հետո, այս 2 օրը ելույթ չեմ ունենա, կդիտեմ, թե դուք ինչ եք ընդունակ, ինչեր եք կատարում, այսքանը։